Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մեր եթերը շարունակվում է վերլուծությամբ, փորձենք վերլուծել ձեզ հետ միասին, ինչ է տեղի ունենում իշխանություն, եկեղեցի, այս քաղաքական, ցավով եմ նշում, բայց իրականում քաղաքական այս մենամարտում, դուելում։ Ի սկզբանե ես չէի ուզում անդրադառնալ այս թեմային, որովհետև կարծում եի, որ դա առնվազն ճիշտ չի լինի, տեղին չի լինի, երբ որ քաղաքական մեկնաբանը, մարդ, որը փորձում է վերլուծել քաղաքական գործընթացները, վերլուծի այն, ինչ կատարվում է մեր եկեղեցու ներսում, մեր եկեղեցու մասնակցությամբ եւ մեծ հաշվով նպաստում է եկեղեցու ոչնչացման գործընթացին որպես ինստիտուտ։ Ինստիտուտ, որը ով ինչ ուզում է մտածի, բայց այնուամենայնիվ մեր պետականության, հիմքերից մեկն է։ Բայց որքանով ես հասկանում եմ, որովհետև մեկը Հայաստանի Հանրապետությունում ներառյալ հենց եկեղեցու սպասավորներին եւ իշխաններին շահագրգռված չէ, որպեսզի եկեղեցու անունը հնարավորինս քիչ օգտագործվի քաղաքականությունում, ներքին քաղաքականությունում, միգուցե արտաքին քաղաքականությունում, որպես օգտագործման միջոց, կներեք արտահայտության համար, եւ հետեւապես երևի թե ժամանակն է, որ մենք էլ այդ մասին խոսենք։ Այո, ինչպես շատ ճիշտ է ասում իմ հյուրը, որը քիչ առաջ գտնվում էր այս տաղավարում, եկեղեցին, եկեղեցու իշխանների թեթև կամ ծանր ձեռքով ինքը մտավ քաղաքականություն, ինքը դարձավ քաղաքականության, քաղաքական պայքարի մաս։ Հիշենք Սրբազան շարժումը, հիշենք այն գործողությունները, որոնք դրեցին այդ շարժման սկիզբը, մոտիվատորը դարձան, հիշենք ով է այդ ամենի հեղինակը եղել եւ ըստ այդմ փորձենք հասկանալ այն պատասխանը, որը հնչել է։ Ես պետք է նշեմ, որ ես որևէ կերպ չեմ կիսում եւ չեմ արդարացնում այն լեքսիկոնը, որը օգտագործում է մեր երկրի թիվ 1 պաշտոնյան, խոսելով առանձին եկեղեցական սպասավորների մասին, նրանց վարքի մասին կամ բարոյական որակների մասին։ Դա չի նշանակում, որ ես չեմ կիսում նրա գնահատականը, բայց ես կարծում եմ, որ երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է լինի շատ ավելի զուսպ իր գնահատականներում եւ պետք է լինի շատ զգույշ, հաշվի առնելով, որ եկեղեցին դա ինստիտուտ է։ Չի կարելի այդ ինստիտուտը ոչնչացնել, չի կարելի։ Եթե նույնիսկ այդ ինստիտուտի իշխանները իրենց ձեռքով են փորձում այդ ինստիտուտը ոչնչացնել, իրենց մեղմ ասած ոչ եկեղեցու հայրերին հարիր եւ համապատասխանող պահվածքով։ Դա չի արդարացնում գործ իշխանությանը, քաղաքական իշխանությանը երկրի։ Բայց այստեղ հարցերը շատ են։ Այնպես է ստացվել, որ իրոք եկեղեցու իշխանները, ես անընդհատ դա շեշտելու եմ, ժամանակին շատ դանդաղ գործընթաց է տեղի ունեցել, բայց այն բավականին երկար է տևել։ Ամբողջ երրորդ հանրապետության ժամանակահատվածը կայացման, չգիտեմ որքանով է հարիր այս որակավորումը կայացման, բայց այնուամենայնիվ կայացման գործընթացը սրտաճել են քաղաքական իշխանության հետ։ Ունեցել են այդ իշխանությունում մասնաբաժին, աջակցել են այդ իշխանությանը, արդարացրել են այդ իշխանության ոճրագործությունները եւ հանցագործությունները, ինչպես օրինակ դա եղել է մարտի 1-ին,
չեն իրականացրել սեփական առաքելությունը, օրինակ այն ժամանակ, երբ որ վերարցախցի հայրենակիցները ռուսների եւ ադրբեջանցիների օգնությամբ գաղթի ճանապարհ էին ընկել եւ հայտնվել էին Սյունիքի մարզում եւ հետո տարածվել ամբողջ Հայաստանում, զրկվելով հայրենիքից։ Չեն արել իրենց աշխատանքը։ Արդյոք դա արդարացնում է իշխանությանը, որը այսօր թիրախավորում է այդ սպասավորներին իրենց անձնական կյանքում տեղի ունեցող կամ չունեցող առանձին դրվագներով։ Միանշանակ ոչ։ Բայց շատ կարևոր հարց բարձրացրեց իմ հյուրը։ Ինչու իշխանությունը գնում է այդ ճանապարհով։ Ինչու իշխանությունը չի պահանջում եկեղեցու իշխանությունից, իշխաններից պատասխան։ Ինչու է եկեղեցին մտել քաղաքական դաշտ։ Արդյոք սա չի խաթարում մեր առանց այդ էլ խաթարված պետականության հիմքերը։ Ով է հետաքրքրված այդ գործընթացում։ Արդյոք այստեղ չկա արտաքին ուժերի հետք։ Հաղորդորական հարցեր են։ Ինչու այդ հարցը չի բարձրացվում։ Ինչու է պարոն վարչապետը հիշել 4 սար Փազանի, Բագրատի կամ չգիտեմ ում անձնական կյանքը։ Չեմ ուզում մանրանամ նույնիսկ այդ ամենում։ Ինչու հարց չի դրվում եկեղեցին ընդհանրապես քաղաքականությունը ինչ է անում։ Եկեղեցու թիվ 1 սպասավորը, վեհապարը ինչու է ճանապարհ դրել այդ Սրբազան շարժումը, ճանապարհել իր աչով։ Հարցը չէ, պատասխանը չկա։ Եվ հարցն էլ չի հնչում։ Դրա փոխարեն հնչում են տարբեր մեղադրանքներ, կենցաղային մակարդակի մեղադրանքներ, որոնք հասարակության մի մասը, շատ կարևոր է, շոշափելի մասը, ասես նաուրա, հա, մեծ ուրախությամբ ընդունում է, ընկալում է եւ տարածում է։ Այս ամենը բերում է ինձ մի մտքի, հերթական անգամ։ Մենք ստանում ենք այն, ինչի մենք արժանի ենք։ Մենք բոլորս մեր հասարակությունը։ Իշխանությունը փորձում է օգտագործել եկեղեցու այս թուլացած վիճակը, որի թիվ 1 մեղավորը եւ հեղինակը եկեղեցու իշխանությունն է, եկեղեցական իշխանությունը, Գարեգին Բ-ի բարձր հովանավորությամբ եւ ղեկավարությամբ ներքաղաքական նպատակներով ցույց տալով եկեղեցուն որպես ակնհայտ թշնամի, ներքաղաքական, պետականության թշնամի եւ մի ընդհանուր կառույց, որտեղ հավաքված են կներեք արտահայտության համար անբարոյական մարդիկ։ Դա այդպես է, թե այդպես չէ, ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանալ։ Բայց ես ուզում եմ հասկանալ, ինչու է դա արվում։ Դա արվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում։ Եվ երբ որ ես սա ասել եմ 2-3 օր առաջ իշխանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, այս հատվածը հարցազրույցից հանվել է։ Թողել են միայն իմ խոսքերը, որոնք վերաբերվում էին եկեղեցու իշխանությանը, եկեղեցական իշխանությանը եւ անձամբ պարոն Գարեգին Բ-ին, վեհապարին։ Սա շատ լավ ցուցիչ է, թե ինչ է կատարվում իշխանության մեջ, որը օգտագործում է եկեղեցուն, տվյալ դեպքում եկեղեցուն, ես սա ցավով եմ ասում, ոչ թե եկեղեցու իշխանությանը, եկեղեցական, որպես տանձիկ, որին ծեծում են, ծեծի համար տանձիկ։ Եվ այստեղ շատ կարևոր մի հարց է առաջանում, ինչն է բերել այդ իրավիճակին, երբ որ իշխանությունը ընտրում է եկեղեցուն, որպես ռուսերեն մեկ լավ արտահայտություն կամ մальчик для битья։ Իսկ ինչի է եկեղեցին այդքան թույլ, որ իշխանությունը օգտագործում է եկեղեցուն, ծեծում է եկեղեցուն նախընտրական տրամաբանության շրջանակներում եւ դրանով հավաքում ինչ որ քաղաքական դիվիդենդներ նախընտրական։ Ով է մեղավոր այդ իրավիճակում։ Միգուցե եկեղեցու իշխանությունն է մեղավոր, որը հասցրել է եկեղեցուն այդ վիճակին։ Ինչի է եկեղեցին մտել քաղաքականություն, պարոն Քոչարյանի բարձր հովանավորության եւ քավորությամբ։ Միգուցե այն ժամանակ պետք էր մտածել, թե ինչով է դա սպառնում եկեղեցուն որպես ինստիտուտի։ Թե դա կարևոր չէր։ Թե այստեղ եւս գործում էր այն սկզբունքը, որը գործում էր դատական իշխանության առանձին ներկայացուցիչների դեպքում, որոնք ակնհայտ կերպով սպասարկում են Քոչարյան Սերժ Սարգսյան շահերը։
ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։ Միայն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը տվյալ դեպքում ներկայացված է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ։ Սա հանցագործություն է։ Սա հանցագործություն է սեփական ժողովրդի, սեփական երկրի Հայաստանի Հանրապետության դեմ։ Նիկոլ Փաշինյանը կա այսօր որպես իշխանություն, վաղը չի լինելու, այլ մարդ է լինելու։ Իսկ Հայաստանը լինելու է, ես հուսով եմ, դեռ շատ երկար ժամանակ։ Եվ հարվածներ հասցնել այդ Հայաստանի պետականության հիմքերին, ես կարծում եմ դա միանշանակ հանցագործություն է։ Արդյոք եկեղեցու իշխանները այդ ամենը գիտակցում են։ Վստահ եմ, որ այո։ Եվ ամենակարևորը, միգուցե եկեղեցու համար, եթե ոչ մեր։ Չնայած ես կարծում եմ դա բոլորիս համար է կարևոր։ Այսպեսի գործելավոճով պարոն Գարեգին Բեն եւ եկեղեցու իշխանները հարվածի տակ են դնում հենց առաջին հերթին եկեղեցին։ Եկեղեցու հիմքերը, եկեղեցին որպես ինստիտուտ Հայաստանի պատմության, հայոց պատմության, ինչպես իրենք շատ են սիրում ասել, հիմքերից մեկը հենց իրենց ձեռքով դուք ձեր ձեռքով դարձրել եք այդ ինստիտուտը հեշտ հասանելի թիրախ, որին հիմա հարվածում են ամեն մեկով, ով ուզում հարվածում է։ Եվ դա ձեր իշխանության հետ, նախորդ իշխանությունների հետ սերտաճման տրամաբանական արդյունքն է։ Եվ սա էլ է հանցագործություն։ Հանցագործությունը առաջին հերթին եկեղեցու առջև։ Դուք ոչնչացնում եք ձեզ։ Դուք ոչնչացնում եք այն միջավայրը, որը ձեզ ծնել եւ սնել է։ Այն միջավայրը, որը պատկանում է բոլորիս, ամբողջ ազգին, ամբողջ հայ ժողովրդին։ Եվ անում եք դա գիտակցաբար։ Այդ թվում նաեւ սպասարկելով այլ երկրների շահերը։ Ինչու եմ ես դա ասում։ Ամենամոտ ցուցիչը բերեմ։ Կա ոմն մեկը, Ալլահ Շուքյուր Փաշազադե, ինչ որ մուսուլմանների ինչ որ վարչության շեֆն է։ Ադրբեջանի գլխավոր իմամն է, որքանով ես հասկանում եմ։ Ինքը պնդում է, որ հայ առաքելական եկեղեցին շատ դեստրուկտիվ դերակատարում ունի տարածաշրջանում։ Ագրեսոր կառույց է, ռևանշիստներից բաղկացած կառույց է։ Եվ հետո այդ միտքը, այսինքն սրի վրա են վերցնում մեր հայրենական ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, Ալիա Քոչարյան, որոնք կրկնում են այդ միտքը, տարածում են եւ մեղադրում են իշխանությանը նրանում, որ այսպիսի հարձակումով եկեղեցու վրա նա սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Հասկանում եք, չէ՞, ինչ խաղ է գնում, պասերով, սիրելի ժողովուրդ։ Բայց այդ խաղի ընթացքում մենք կարող ենք եւ վերջնարդյունքում այդ գնդակը ստանալ սեփական դարպասում։ Եվ դա լինելու է վերջին գնդակը։ Խաղը կավարտվի դրանից հետո։ Մենք հնարավորություն չենք ունեն այդ գնդակը հետ ուղարկել։ Երևի թե այդ մասին է ժամանակը մտածել։ Ես հասկանում եմ, որ այս ամենը օգտագործվում է ներքաղաքական նպատակներով։ Ես հասկանում եմ, որ եկեղեցին ցավոք դարձել է քաղաքականացված մի կառույց, որը սպասարկում է առանձին կենտրոնների լավագույն դեպքում Հայաստանի ներսում, իսկ վատագույն Հայաստանից դրսում, Հայաստանի սահմաններից դուրս շահերը, որոնք որևէ կապ չունեն մեր ժողովրդի եւ մեր երկրի շահերի հետ, բայց իշխանությունն էլ հեռու չի գնացել։ Գոնե այն մասով, որ հարցադրումը ճիշտ չի դրվում։ Ճիշտ չի դրվում հարցադրումը։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է ոչ թե խոսի կուսակրոնությունից, Գարեգինի կամ մնացածների, այլ խոսի եւ հարց տա շատ կարեւոր եւ բնական մի հարց։ Ինչու է եկեղեցին մտել քաղաքականություն։ Ինչու։ Ինչ խնդիր եք դրել ձեր առջև։ Ում շահերն եք սպասարկում։ Եվ եկեղեցին պետք է հարցին պատասխանի։ Չոր այսօր անկնարկում էին, որ պատասխանն է լինելու։ Ես վստահ եմ, որ այդ պատասխանում պատասխան չի լինելու եւ չի կարող լինել։ Բայց իրականում այս ամենը սա ողբերգություն է մեզ բոլորիս համար։ Երբ որ իշխանությունը չի գտնվում իր տեղում եւ իր բարձրության վրա, իսկ եկեղեցին եւ եկեղեցու իշխանները չեն գտնվում իրենց տեղում եւ չեն սպասարկում այն շահերը, որոնք պարտավոր են սպասարկել, պարտավոր են։ Բարոյա հոգեբանական մակարդակով, որովհետեւ մեկը չի ասում, որ նրանք ունեն քաղաքական պարտավորություններ, որովհետեւ եկեղեցին եղել է, կա եւ ես հույսով եմ վերադառնալու է իր ապաքաղաքական կարգավիճակի, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ է լինում այն ժամանակ, երբ որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, իսկ գործադիր իշխանության ղեկավարը զբաղվում է
այսպես ասեմ, եկեղեցական, եկեղեցու ներսի խնդիրներով, որոնք ինչ խոսք շատ են, բայց ես չեմ կարծում, որ դա պարոն Փաշինյանի լիազորությունների սահմաններում է գտնվում։ Երևի թե այսօր այսքանը, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։